Ավելի քան կես դար տևած սպասումից հետո մարդկությունը վերջապես վերադարձավ լուսնի ուղեծիր, այնտեղից էլ երկիր։ ՆԱՍԱ-ի Արտեմիս 2 առաքելության Օրիոն մարդատար տիեզերանավը հաջող վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում, Կալիֆոռնիայի ափերի մոտ, Երևանի ժամանակով գիշերվա 4:07-ին։ Առաքելության ընթացքին տիեզերանավի արձակումից մինչև վայրեջքը մանրամասն հետևել են տիեզերք նախաձեռնության անդամները։ Կես դարից ավել ոչ մեկ չէր մոտեցել լուսնին։ Առաքելությունը ինքնին շատ պատմական 1972 թվականի դեկտեմբերից Ապոլոն 17-ից հետո ոչ մի առաքելություն օդաչուավոր, ոնց որի մեջ որ մարդիկ են եղել, այսինքն մարդիկ պարունակող առաքելություն չի գնացել դեպի լուսին։ Վերջի 10 օրվա ընթացքում ականատես ենք եղել մի բանի, որին ականատես չէին եղել մարդիկ 53 տարի։ 10-օրյա թռիչքի ընթացքում աստղագնացները հասան երկրից ռեկորդային հեռավորության ավելի քան 406,000 կիլոմետրի։ Նրանք տեսան լուսնի հակառակ կողմը, որը երկրից երբեք չի երևում, եւ նույնիսկ նոր խառնարաններ ու երկնաքարերի անկումներ արձանագրեցին։ ԱՄՆ-ի Քանավերալ հրվանդանից արձակված Օրիոն տիեզերանավը Արտեմիս 2 առաքելության շրջանակում ՆԱՍԱ-ի ամենամասշտաբային ծրագրերից է։ Առաքելության իմաստը թեստն ա եղել, փորձել են Օրիոն տիեզերանավը, որի մեջ որ գտնվել են աստղագնացները, փորձել են հրթիռային համակարգը, ընդհանուր կյանքի ապահովման համակարգերը, որտեղ աստղագնացները բնականաբար այդ 10 օրվա ընթացքում ոնց որ ապրում են։ Օրիոնը պատմություն կերտեց նաև իր բազմազանությամբ։ Առաջին անգամ լուսնի շրջակայք հասան առաջին կին տիեզերագնացը Քրիստինա Կուկը, առաջին սևամորթ տիեզերագնացը Վիկտոր Գլովերը եւ առաջին ոչ ամերիկացին կանադացի Ջերեմի Հանսենը։ Թռիչքի իմաստը սակայն միայն ռեկորդները չէին։ Հեռավորությունը խոչընդոտ չէր Արտեմիս 2-ի անձնակազմը հենց ուղեծրից կապ հաստատեց երկրի հետ, կիսվելով այնպիսի տեսարանների նկարագրությամբ, որոնք մինչև հիմա ոչ մի մարդ սեփական աչքով չի տեսել։ Անակնկալը հենց նոր տեղի ունեցած արեգակի խավարումն էր, երբ արևը հայտնվեց լուսնի հետևում։ Պատուհանից մենք տեսնում էինք արևի պսակը, մոլորակների շարքը, որոնք ուղղված էին դեպի Մարս։ Երկրի ձգողականությունը մեծ ազդեցություն է ունեցել լուսնի մեծ տեսանելի կողմի վրա։ Այն մութ հատվածները, որոնք մենք տեսնում ենք երկրից, բոլորովին այլ տեսք ունեն հակառակ կողմում։ Դա իսկապես հրաշալի տեսարան էր։ Երբ տիեզերանավը լուսնի հետ նամասում էր, մոտ 40 րոպե կապը ՆԱՍԱ-ի հետ ամբողջությամբ կորել էր։ Սա թեև նախատեսված էր, բայց եւս մեկ անգամ հիշեցնում էր թռիչքի վտանգավորության մասին։ Այս դեպքում գնում էին լուսին, այսինքն 100 հազարավոր կիլոմետրեր, այդ բնականաբար եթե դաժե ռիսկերի քանակը մինիմալ է, այն որ կարա լինի ինչ-որ մի հատ խնդիր, այդ արդեն ահավոր բան է, էլի։ Համարձակություն է պետք մեծ, որ գնաս ոնց որ այտենց քայլի, որովհետև խնդիր որ եղավ, կարողա չէ, հավանաբար քեզ չեն փրկի։ Առնվազն 100-ից ավել մարդ աշխատել է նրա վրա, որ այդ մարդկանց հետ լինի ամեն ինչ կարգին։ Համակարգերը աշխատեն ճշգրիտ, չգիտեմ, ոչ մի ռիսկ, ոչ մի ձախողման վտանգ եւ այլն եւ այլն։ Բայց էլի գալիս ենք դրա, որ կարա ինչ-որ մի բան պատահի։ Վերադարձը երկիր ամենառիսկային փուլն էր, 40,000 կմ/ժ արագություն եւ հազարավոր աստիճանների հասնող ջերմություն մթնոլորտ մտնելիս։ Օրիոնն այս փորձությունը եւս հաղթահարեց պատվով։ Սա կանաչ լույս է հաջորդ առաքելության համար, որի ժամանակ մարդը նորից ոտք կդնի լուսնի փոշոտ մակերևույթին, Նիլ Ամստրոնգից եւ Բազ Օլդրիից հետո առաջին անգամ։ Ալինա Սահակյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։